Ողջույն սիրելիներս, ինչպես եք, վստահ եմ, որ լավ եք ու ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք։ Դե ինչ, այսօր այն օրն է, երբ Սերինեն պատրաստվում է վերջապես թթու դնի։ Չգիտեմ, այդպես են ասում թթու դնի, թե թթու պատրաստի, ոնց են ասում, թթու դնեմ, հա, երևի թե։ Մի խոսքով, դուք ինձ հասկացաք, արվել ենք արդեն թթվի պարագաները, միասին գնացել էինք խանութ, դուք արդեն այդ վլոգը տեսել եք եւ իհարկե այսօր պատրաստվում եմ վերջապես մի քիչ կարգի բերել այս հատվածը, որ տղաս հավաքեց կամինը, դեկորատիվ կամին է, իրական կամին չէ, նրա համար չէ, որ մեզ ջերմացնի, քանի որ տանը իրոք ջերմ է, ամեն ինչը տեղին է, բայց տեսքի համար, հատկապես նոր տարվա այդ շունչը, հա, տոների շունչը ինչ որտեղ ստիպում է, որ ունենաս տանը մի տենց փոքրիկ ինչ որ անկյուն, եթե կհիշեք գնել էինք սա, որպեսի դնեինք, որ ճիշտն ասեմ դրեցինք, ինքը իրանով շատ գեղեցիկ է, նայեք, բայց ինքը փոքրիկ է այս կամինի համար եւ գույնը ինձ դուր չէր գալիս, որովհետեւ sense անմիջապես sense սև է խփում ու դա ինձ հաճելի չէր, կամ էլ պետքա ետնամասը սև ներկվեր, կամ ինչ որ սև մի բանով կպցնեինք, բայց դա իրականում ուզեցի, հետո փոշմանեցի եւ այստեղ պատրաստել եմ այն դեկորացիաները, որոնք պատրաստվում եմ դնել կամինի կողքերը զարդարել, եկեք արագ ցույց տամ, ուրեմն նայեք, սրանք անցած տարի մեր խանութից եմ գնել, երբ դեռ կազինո էր, իրանք ապակուց են եւ մեջը լույս են վառում, ճիշտն ասած չգիտեմ, չէ, արդեն լույսերը չեն վառում, որովհետեւ էլեմենտները նստել է, փոքրիկ էլեմենտներ է, կգնեմ կմիացնեմ, իրանք ապակուց են, շատ գեղեցիկ են, շատ եմ սիրում։ Սա նախանցած տարի եմ գնել, եթե չեմ սխալվում, եղնիկ է, միշտ դնում էի տելևիզորի կողքը։ Սրանք անցած տարի եմ նույնպես գնել։ Սրանք շատ հին արձանիկներ են, արդեն, հեսա ասեմ ձեզի, մոտավորապես 10 տարվա, շատ գեղեցիկ են, գնել եմ այստեղ, եթե ապրում եք, գիտեք, Կարմիր խաչի խանութ, հա, տենց էին ասում, խանութ էր, որտեղ ապրանքները, որակով ապրանքները, շատ մատչելի գներով, սրանք կորցեմ, եթե չեմ սխալում, կամ մի եվրոյով եմ առել, կամ 50 սանտիմով, չեմ կարա ասեմ, կարելի ասել լրիվ անվճար, շատ գեղեցիկ են, էլի ա եղել, ուղղակի պարզապես երևի թե կոտրվել է, այսպիսին կա, հեսա նայեք, եւ շունիկը ունենք, նույնի ոնց որ այդ ոճի մեջ, հա, եւ իհարկե գնացս մումերը, որ գնել էի Lidl-ից, կմիացնենք, կդնենք, սա կլինի մեր այդ սարքի փոխարեն, այդպես եմ որոշել, սա այլ ինչ է ինձ նվիրած հրեշտակն է ինձ, իրականում ուզեցել է գնա երկրորդն էլ գնի, հետո կարծեմ Սամվելը ասել է պետք չի, ու ես էլ ջղայնացած պետք չի, որ ինքը գնա անընդհատ ինչ որ բանից համար գնի, որտեղ ինքը իրականում շատ շուշուտ ինձ փոքրիկ չի նվերը, բայց հենց անակնկալներ է անում, որ ինձ շատ հաճելի է, նամանավանդ, որ ես գիտեմ, որ երեխան չի աշխատում եւ իր գրպանի գումարով ինքը ինձ հիշում է, ինչը ինձ շատ կարեւոր է իմ համար, ոչ թե իր նվերն է կարևոր, այլ իր այդ վերաբերմունքը, հա, որ ինքը ինձ ուզում է ոնց որ ինչ որ մի փոքրիկ երջանկություն նվիրի այդ պահին ու իր մոտ ստացվում է, ինչի համար շատ շնորհակալ եմ ես իմ Էլենջոյին, բայց երեք չառաջի օրը, թե երեք էր, չէ, երեք չառաջի օրը Սամոն գնացել էր Էլենի հետ դուրսում հաց ուտելու, ման գալու, մի խոսքով գալիս է իմ տղան տուն եւ բերում է իր հետ այսպես գեղեցիկ երկու Եվս տոնածառի խաղալիքների նման, նայեք, լույսով, մեկ վարկյան փորձեմ լույսով եւ նույնիսկ երբ որ դուք մոտիկացնում եք, ասենք ինչ որ տեղ եք դնում, ինքը այդ լույսերը գցում է պատի վրա, եթե տեսնեք, երկու հատ ապակուց է էլի, շատ գեղեցիկ է, երկու հատ, գուշակեկով է գնել, ում համար, դեմքիս է գցում լույսերը, ով է գնել եւ ում համար, Էլենջոն, Սերինչոյի համար Եվս մեկ անգամ, ճիշտ է բարկացա, որ ճիշտն ասեմ, ասացի, դե հերիք եղավ այդ երեխան գնա ու ինձ հիշի, նվեր գնի իմ համար, Սամոն ասեց, հա, ես էլ եմ ասում, մի արա հերիքա պետք չի, բայց դե ինքը անում է, մի խոսքով,
Սա իմ շնորհքով Էլենչոյի նվերներն է, որը կզարդարի նույնպես մեր դեկորատիվ կամինը։ Ինչքան երկար խոսացի։ Դեստեղ էլ արդեն 1 վայրկյան դուխովկան կարտոշկա եմ դրել։ Աշկես վարվում արդեն։ Այո։ Կարտոֆիլ եմ դրել, որ ես ու Ալյոնան ուտենք, ես էլ ինքն էլ շատ ենք սիրում։ Դուխովկայի մեջ դրած կարտոշկան առանց ոչ մի բան, աղ, սև բիբար, սխտորի փոշի, ես կարակով եմ սիրում, կարակ եմ դնում վրան, Ալյոնան տես չոր ուտում։ Հա, ինչևից է անջատեցի չվարվի, այստեղ սրանք տեսել էիք արդեն, որ գնել ենք, այնպես որ, չգիտեմ, կամ ներքևը կամ վերևի հատվածը կդնեմ կերևա դեռ, հրեշտակները գետնում են, նեղացել են մեզանից, չէ նեղացել, ես եմ իջացրել ներքև, որ տեսնեմ ոնց եմ անում, սենց մտքիս մեջ ինչ-որ պլանավորում եմ ինչ է որտեղ, սա էլ է ուզում դնեի կամինի վրա, բայց չգիտեմ կտեղավորեմ թե ոչ, եթե չէ, ապա կդնեմ տելևիզորի կողմերը, սա մեր ընտանիքն է, Սամվելը, ամուսինս, ես, մեծ աղջիկս և Ալյոնկաս, չգիտեմ երևում ա ձեզ, այո, ահա, դա մեր փոքրիկ ընտանիքն է, ինձ թվում է այս տարի այսպիսի մի նկար երևի թե կունենանք, կավելանա մեր Էլենը, ինչի համար շատ ուրախ եմ, հա, իտեպ այս վլոգից առաջ մի հատ ուրիշ վլոգ եմ տեղադրել, դա նույն վլոգն է, որտեղ որ Սամոն կամիններ հավաքում, իրականում մի քանի կոմենտարիաներ էր գրվում Էլենի վերաբերյալ սյուրպրիզի, որ մի խոսքով հաճելի չէր, ճիշտն ասած, որտեղ մարդիկ ընկալում են այնպես, ինչպես իրանք են կարծում և որոշեցի հոլովակը հեռացնել, այդ մասը մոնտաժել և նորից գցել, դա արդեն կմնա մեր համար, այն ինչ որ նկարել էի, հա, դրա համար ներող եղեք, նույն հոլովակը երկրորդ անգամ եմ գցել, ով դիտելա, մի դիտեք, չեմ ստիպում, որ դիտեք, ով էլ չի դիտել, թող դիտի, դե ինչ, մենք հիմա արագ ես ու Ալյոնան կարտոֆիլը ուտենք, հետո նոր անցնենք թթվին, որտեղ ես արդեն թթվի պարագաները իրականում դրել եմ արդեն, սաղ լվացել, պատրաստել եմ այստեղ, կաղամբը, գազարը, ոլոր, հա, կանաչ ոլորը, բամյա, սխտոր, այստեղ լվացել եմ, չեն ասում, որացո, քարավուզ են ասում, բազուկը, ծաղկակաղամբը, աղը և ինչ է ուզում ասեի, հա, մեկ էլ սերտեղը, մեկ էլ լաբրովի լիստը, մեզ ասել էին, որ ջրերը անջատելու են, մի քանի ժամում, բայց պարզվեց, ոչ էլ անջատել են, չգիտեմ, ինչու տենց որոշեցին, ասեցին կանջատեն, վերջում չանջատեցին, այդպես էլ գոլոշել ես որեսիս, այդպես էլ չհասկացա, բայց դա ավելի լավ, չնայած ես մեր բան էի հավաքել, շատ տարօրինակ զգացողություն էր ջուր հավաքել տնի, այսի հեսա որ նայք, ջուրը, ստեղ ջուրա, այնտեղ ջուրա, նավսյակի դրեցի, որ ասեցի մարդ ես էլի, որ հանգարց ջուր չլինի, գոնե անհրաժեշտության դեպքում օգտագործենք, մի խոսքով, հիմա կարտոֆիլը շուշուտ ուտենք, հեսա նայք, այսօր Ալյոնան իզնից ուզեց սենց կլորիկներ, դե ես էլ մշտական ես ձերն եմ սիրում, այնպես որ իրա կլորիկները հեսա շուշուտ տնեմ ապսեի մեջ թո ինքը ուտի, և հետո արդեն ես ինձ համար մեկ վարկյան ինձ համար արդեն առանձին կարակով համով հոտով ոնց որ պետքա կսարքեմ իդեպ ենքան էիք ասում Ալյոնային ու Նանիկին ցույց չենք տալի, Նարինեին Նանիկ ենք մենք ասում, ծված օրվանից Նանիկ ենք ասել, տենց մնացել է երեք, մեկ վարք եմ դնեմ, երեք բան ենք խոսում Ալյոնայի հետ, ասում եմ, մամա, եթե կուզես քո վիդեոյի մեջ ասում եմ կխոսամ, բայց ինձ ցույց չտաս Ես նեղվում են, որ դուք տեսնեք տանից Հասկանում եմ, որ կուզենայիք տեսնեիք, բայց դուք էլ հասկացեք, որ ես երբ որ իմ YouTube-ը բացել եմ, իմ YouTube-ում չեմ ասել, որ իմ տան բոլոր անդամները լինելու են իմ վլոգների մեջ, այնպես որ սովորեք, իրանք կան, իրանք գոյություն ունեն, բայց նրանք մեզ համար,
Այդպեսի Ալոնայինն է։ Հիմա գնամ կարակս բերեմ։ Ձեզ ցույց տամ ոնց եմ պատրաստում։ Ուտենք, նոր հետո կմիանամ նորից ձեզ։ Եկեք սենց ցույց տամ, քանի որ ինձ թվում է, որ ձեզ հետաքրքիր է ոնց եմ սարքում, ոչ թե ես, դրա համար որ չերևամ էլ ոչինչ։ Բավականին շատ կարագ եմ դնում, ես կարագասեր չեմ, բայց այս կարտոֆիլը սիրում եմ այդպես։ Բավականին շատ կարագ եմ սենց կտրտած դնում։ Եվ տեսեք կարտոֆիլը տաքաբեց իհարկե, հեսա գոլոշին կտեսնեք, այսենց կիսում եմ ու սենց դնում եմ կարագի վրա։ Բարվելով միշտ նույն բանն եմ անում, բայց շատ եմ սիրում։ Չգիտեմ վլոգի մեջ Էլենը կմիանա մեզ թե ոչ։ Քանի որ Սամոն գնաց գործի, աշխատանքի է գնացել, միգուցե Էլենը 10-ից հետո գա մեր տուն, մինչև Սամոն գործից գա։ Եթե եկավ ավելի լավ, միգուցե միասին զարդարենք կամինը։ Ինչու ոչ, հա։ Մնացած երեխաներն էլ են մասնակցում, բայց երբ որ իրանք մասնակցում են, վիդեո չեմ անում, այնպես որ մի կարծեք, որ մենակ մեր տան մեջ Էլեն ու Սամոն են ամեն ինչին մասնակցում։ Պարզապես դուք չեք տեսնում։ Կան ժողովուրդ տենց երեխեք, հիմա ինչ անում, իմ երեխեքն էլ են ձև են իմ երկու աղջիկները։ Օրինակ ես Էլենին հարցրեցի, ասեցի, որ վիդեո անեմ քեզ ոնց որ դիկան հանգստացնի, ասես չէ, ինչ չի անհանգստացնում, Սամոյիս էլ ասեցի, ասես չէ, նորմալ է մամ կարաս նկարես, դա համար իրանք նկարվում են, բայց աղջիկները չեն ուզում, իսկ եթե չեն ուզում, ումս չեն ուզում, մեծ աղջիկս ունի Instagram, բայց փակ է, մենակ իր ընկերներն են կարողանում մտնեն, ուրիշ սոցիալական ցանցեր չունի, չի օգտվում, ակտիվ չի, այնպես որ իր հիմնական օր անցնում է, եկեք ցույց տամ։ Այսպես հեսա կարակը կհալվի, իր հիմնական օրը անցնում է կամ դպրոցում, այսինքն ինստիտուտում, կամ ընկերների հետ ինչ որտեղ են գնում, կամ տանը մեզ հետ, այնպես որ նույնն էլ փոքրիկը տենց դուրս չի գալիս, փոքրիկը գնում է դասի ու գալիս է տուն, եթե դուրս է գալիս հազվադեպ, այն էլ ասենք Նելի տալոջս աղջիկա հետ միտեղ գնան, եթե չեմ երկու ընկերուհիներ ունի, հազվադեպ դուրս գա այն էլ որոշակի ժամով, եթե կինո են գնում այստեղ մոտիկ կինոթատրոն ունենք այդտեղ են գնում, եթե ոչ ապա տանն է, այնպես որ այսպես է, լավ երկար ու բարակ չխոսամ, եկեք մենք արագ ուտենք ու արդեն թթուն պատրաստեմ, երևի թե կամ կարող է կամինը զարդեմ, հետո թթուն դնեմ, տեսնենք, երևի թե կամինը սկզբից, ինչ եք կարծում, ուտեմ, խելքս գլուխս հավաքեմ, նոր որոշի։ Դե ինչ, մենք մեր կորտոֆիլը կերանք, շատ համով էր, եմ ասում կերանք տրզանք, այստեղ էս արանքում պարկել է մեր չաղոն, այստեղ եկել է պարկել է պստլոն, ու հիմա անցնենք երևի թե մի հատ էսի արագ զարդարեմ, նոր անցնեմ խոհանոց, որտև խոհանոցում երկար ժամանակ է տևում ու ինձ թվում է, որ խոհանոցից հետո կարող էլ հավես չունենամ սա զարդարեմ։ Դրա համար եկեք առաջինը սա անենք, երևի թե սա առայժմս մենք կվերցնենք կդնենք այս հատվածում, ստեղ տեղ բացեցի, թող այստեղ մնա, սենց հարմար ավելի ինձ թվում է, ու տեսնենք ոնց ենք զարդարում։ Դենք, երևի թե սկսեմ այս ներքևի հատվածից, մոմերը տեղադրեմ, չգիտեմ ձեզ երևում է թե չէ, բայց ես թվում է երևում է, այսենց մոմերը դնենք, այս մեծերը երևի այսպես մեջտեղում կդնեմ, Միկո, կարող է դու գնաս, կարող է դու գնաս այստեղից, մի փոքր, լես չավոյ, մի փոքր, ախ, կչուներ գելիս
կճում, ու դու լունացել, դու ես ինձի կճում, այ գումպլու, դու ես ինձի կճում, այ գումպլու, հելգնային կոմ, այդ հելգնային կոմ, վայս, դու էլ ես ուզում իմ վիդեոյի մեջ նկարվես, պրվելա, լավ, ինչևից է, ինձ թվում է, որ ձեզ երևում է, մի քիչ չավոյ այնտեղ կողքը պարկած, բայց դե ոչինչ։ Այս մոմերը երևի այսպես կդնեմ իրար դիմացով։ Այդ կծելուտ իմաստը որն էր, որ գնալի է իր, այդ չաղ։ Երևի թե այսպես։ Այստեղ երկու կաղնի ունեմ, երևի այս կաղնիները սենց կողքերով կդնեմ, այսպես, և այսպես, հա, սենց հետո կվարենք վերջում, այս տոնածառները երևի թե քիչացնեմ ներքևի հատվածում կդնեմ, ինչ եք կարծում, հա, սրանք վերցնենք առայժմս այստեղից, այս տնակները կթողեմ վերևում, երևի թե սրանք սենց դնեմ այստեղ, այսենց մեկ, այսենց երկուս, երևի սենց կանեմ, որտեղ ներքև արդեն որ լույս կա, չարժի ինձ թվում է, չարքից շատ, երևի թե այս տոնածառները կմնա վերևի հատվածում, հրեշտակին դնենք այստեղ, այս հատվածում, այսպես, տնակները այսպես, այս մեր էլինչուի առած երևի թե խարիկները այսպես, այս կողքերը կդնեմ, վերջում սաղ կվարեմ և այստեղ այս մեր փոքրիկ մարդուկներին, որ ասեցի, որ գնել եմ երևի թե այսպես, որպեսի գույն ավելացնենք, շունիկին երևի չեմ դնի, այսպես, Եղնիկինով երևի չդնեմ, ինչ եք կարծում, և այսպես կողքերով իրանց դնեմ, այսենց, նայեմ տեսնեմ ինչ տեսք ունի, երևի թե այսպես, արագ եղավ, հեսա ցույց տամ ձեզ էլ, հուսով եմ, որ մոտավորապես ոչինչ, հիմիկվա համար, շատ չեմ ուզում ինչ-որ տոնային տրամադրություն տամ, որտեղ ամեն դեպքում նոյեմբեր ամիսն է, բայց դեկտեմբերից ավելի սենց վառն ու ճոխ կզարդարեմ, իհարկե, այստեղ այնքան որ տեսքը սիրուն երևա, հետո արդեն դեկտեմբերից կորոշենք, հեսա թեքեմ նայեք։ Եկեք այսպես ցույց տամ մի հատ, ոչ միացրած տարբերակով, այս աղջիկան ցույց տամ մի հատ, այս աղջիկան էլ ցույց տամ, որ տեստե պարկել է իր համար, հավեսով, նայմա մաման ինձ անում, մուտի մրութը, ոշ, հոմով, ու հեսը լույսերը վարեմ, տեսեք ինչպես է, ընդհանուր լույսերով, ժողովուրդ, էսի վերևի հատվածն է, ինձ թվում է արդեն գեղեցիկ է, չէ, նայվում, ինչ եք կարծում, սենց մի քիչ տաքուկ, բնակարանները, մանկություն է հիշացնում, և ներքևի հատվածում հեսա վարեմ, ինքը տեսեք շարժվում է, ոնց ասեմ ձեզ, ոնց որ կրակ վարի, մեկ վարկյան, այսպես երևի կերևը ավելի շատ, որ նայեք ուշադիր ինքը ոնց որ լույսը բանանի շարժվի, այսպես, և իհարկե մորթիներ ունեի ճիշտն ասած, ուզում եմ մորթիները դնեի տակը, գեղեցիկ կլիներ, ոնց որ ձյան պես, բայց չգտա, որտև ասում եմ նոր տարվա զարդարանք շատ ունեմ, այստեղ էլ է զինվորիկները, մեկ և հաջորդ պասում երկուս, իսկ թվում է, որ ընդհանուր տեսքը վատ չի նայվում,
շատ sense լցրած չի, ակուրատնի է, ինձ այդպես է թվում, չգիտեմ, այս տոնածառներն է մի քիչ ներքևի հատվածում sense կամուկացի մեջ է ինձ գցել, ինչ եք կարծում, միգուցե ավելի ճիշտ կլիներ զինվորի կողքերը դնեի տոնածառը, գրեք իմանամ, ինձ թվում է, որ միգուցե ավելի ճիշտ կլիներ այնտեղ լիներ, իսկ կաղնիները թողնեի հենց կամինի հատվածում։ Դե ինձ թվում է, որ վատ չի, նախնական, ոնց որ իհարկե նորից եմ կրկնում, սա այնքան լուսավորություն տալու համար է, ոչ թե ինչ որ նոր տարվա, հա, զարդարանք, հետո արդեն երբ որ գա պահը, որ պետք է գեղեցիկ տունը զարդարենք, արդեն միգուցե մեկ ուրիշ ձև զարդարեմ։ Այստեղից վերջացրեցինք, տեսեք ինչ արագ եղավ ամեն ինչ, սրանք մնացին, որ ճիշտն ասեմ, սա անցած տարի մեծ աղջիկ սերելի ինձ նվիրել, էլի տնակա մեջը։ Այս տոնածառներ եմ կարծեմ գնել մեր խանութից, մոմ է ինքը, երևի թե սա կդնեմ այս մոմի հետ էստեղ, ինչ եք կարծում։ Չէ։ Այսպես, երևի թե այսպես կդնենք, հա։ Եվ կվառենք այսպես մոմը, ես ցույց տամ, երբ մենք նստած ենք, այս հենց է երևում մեր կամինը։ Մեր փիսիկի հետ, որը իրան ցոփոն անում, այ Լունա, ես ինչ դիրքեր ես ընդունում, ահա, ինձ թվում է վատ չի, մնում է այս աղջիկներին տեսնեմ ուր եմ տեղավորում, երևի թե այսպես ես կողքերը տելևիզորի դնեմ, նախնական թող մնան այստեղ, ահա, մեկը այստեղ, սենց, հա, ինչ եք կարծում, վատ չի, չէ, և Հեսա, մյուսն էլ էստեղ, թողել է, որ այսպես մնան, տելևիզորին չեն խանգարի, տելևիզորի այնքան մեծ է, որ փոքրիկ հատվածներում ոչինչ չի խանգարի, եղնիկին երևի թե կդնեմ նորից նոր տարվա դեկորացիաների հետ, հետո կօգտագործենք, դե ես էլ հələ որ ստեղա մինչև հոգնեմ, հենց հոգնեցի կհանեմ, չէ Լունա, վերջ, ինձ դուր է գալիս, չգիտեմ, հուսով եմ, որ ձեզ էլ է դուր գալիս, հատկապես ես վերևի հատվածը շատ եմ սիրում, այստեղ մի քիչ ձյուն է պակասում, թե չէ ընդհանուր շատ գեղեցիկ է, այլ ինչո ես նվիրած, նայեք ինչ գեղեցիկ են նայվում տոնածառի խաղալիքները, ռեստակը և տնակները, որոնք կեղֆուղից էի դեպ գնել շատ մատչելի գներով։ Մի հատ հələ դուք սրանց նայեք։ Էլի սկսակ դուք իրար հետ կռվել, հա? Հա, Միկո? Դու դիվանին չեք կարում իրար հետ կիսեք? Քչություն անում ձեզ ես դիվանին? Հա, Լունա? Հələ մի հատ ինձ բացատրի քչություն ա ձեզ անում? Միկո? Լունա? Ինչ ես նայում? Ճիշտ չեմ ասում? Հա, Միկո? Յա, Լունա? Ուխենում ես Միկոից? Ուխենում ես գոթոն բլիկ պոծիկը թան պանի տանի? Միկո, խելոք ես? Խելոք ես, չէ? Դու խելոք տղա ես, չէ? Հələ սրանց կռիվը նայ է, վայամոտ քեզ, վերջը հասար մուրազիտ, հələ ասա, հա, ինչ ես տնես չարաց է դու, Միկայել, համոտ, դե լավ, կնանք անցնենք խոհանոցային գործերին, Լունա ջան, չթողեց հանգիստ պարկես, վելա, ջղայնացել է Լունա քո վրա, ինչ ես արե, հաց չես արկե, տները չես մաքրել, հա, ջղայնացել է վրետ, Լունան որոշել է, ստուգի տեսնի գեղեցիկ է ստացվել ամեն ինչ թե ոչ, հələ, Լունա, մնում ամնա, ախ, հələ սրան նայ, ոչ, դա խաղալու համար չի, Լունա աղջիկ, ոչ, չի կարելի, նո, Լունա, նո, չի կարելի,
կծեցեմ, լոստերը կպոկեմ, բեղերը կպոկեմ, անծանոթ է իր համար, անցած տարի տեսել է, բայց հիմա էլ չի հիշում, նայ հա, մի հատ խաղալիք տեղաշարժվել է, բեղերդ մեկ-մեկ կպոկեմ, կմնաս առանց բեղ, լսեցիր, դու դրա համար ես ջղայնացել, տեսար, ինքը դրա համար է քեզ կծում, որտև գիտի, որ դու չար բաներ ես էսա անելու տան մեջ, այ պստիկ, չի կարելի, լսում ես, լունա, չի կարելի, մի կոն կծեցի քեզ, ասմա դու խոսա, ես իմ որոշումը կկայացնեմ ինքնուրույն, խնդրեմ, աղջի, լունա, հետո, երևի լույսի շողքն ան գնում, այսա, դաստիրակում է քեզ, հա, նո Միկո, չի կարելի, դե ինչ, երևի թե սկսեմ կաղամբից, հետո նոր մնացածը, ինչի ուզում, այստեղ ես ունեմ սիգանակ, որը կօգտագործեմ գազարի համար և բազուկի համար, երեկ չառաջ օրը, ճիշտն ասած, ուղղակի պատահաբար ինձ TikTok-ով վիդեո բերեց, չգիտեմ ինչի, բայց իմ մոտ տպավորությունն է, որ մեզ համ լսում են, համ մեր մտքերը կարդում են, եւ երևի թե թթու այնքան եմ ասել, որ TikTok-ը ինձ թթվի ինչ-որ վիդեո բերեց, որտեղ որ այդ աղջիկը պատրաստում էր թթուն ու ջուրը ոչ թե թեթևակի գոլ էր, այլ եռացրած հենց ջուր, ու ասում էր, որ եռացրած ջրով լավ է ստացվում։ Հիմա ես չգիտեմ, ես չեմ դուք եք չբռնենք, փորձենք եռացրած ջրով, որ ասում է ես փորձեմ, լավ կստացվի, ուրեմն դուք եք փորձեք, եթե չէ, ուրեմն խրատի ինձի, որ մյուս անգամ ոչ մեկի չլսեմ։ Այնպես որ երևի թե այսօր մենք կփորձենք եռացրած ջրով։ Մեկ վայրկյան մի հատ կտրեմ, տղաները տունը չեն, ընդհանրապես այդ գործը տղաներինն է, բայց քանի որ տղաները տանը չեն, այս գործը մնում է ինձ։ Կարևոր ինչ չկտրեմ, ինքոն ընդը ճակոտ կաղամբա, կեք ես կոթի մասը մի անգամից հեռացնեմ, ես երեսի թերթիկները նույնպես հեռացնենք, դրանք մեզ պետք չեն, վերջ, եսի եսպես, չգիտեմ ես երկու հատներ, Երև երկուսներ կանեմ, հա, կեք եսպես կտրենք մեկ և երկուս, եսպես երևի ես ձևի մասերի եմ բաժանել, չգիտեմ երևում է երևի թե ձեզ, ես մեկներ, եսպես, սա էլ, Всё, ընդհանրապես ինչ ուզում ասեի, բամյան և ոլորը կարմիր չեմ անում, բայց երևի թե այս անգամ գցենք սաղ մի տեղ էդ հա ինչ եք կարծում, լավ տեսնեմ, եթե տեղ արեք, սաղ ընդհանուր մի տեղ կանեմ, եթե չէ, ապա չէ, որ ասում է, կորոշենք, այսպիսի տարը եմ պատրաստել, այս տարայի մեջ գլցնեմ, երկու հատ ունեմ սրանից, այնտեղ ջուրը հավաքել եմ տեսակ, հիմա անցնենք քյարավուզի թերթիկներին, տակը դնում եմ միշտ քյարավուզի թերթիկներ, ես չգիտեմ դուք ոնց եք անում, ես այդպես եմ անում, ասեն շարում եմ, քյարավուզի թերթիկներ, այսպես, հետո, մի քանի հատ սխտոր եմ անում, հենց կիսում եմ մեջտեղից, որ համը տա, այս հենց տարածում եմ, աչ և ծախ, գնաց, մի քանի հատ սև պղպեղ եմ լսնում, հատիկավոր,
լավրովի լիստ ենք անում, նայ, մի քանի հատ, և արդեն շարում եմ մեջը, այն ինչ որ պետք է շարել մեջը, այստեղ կապամ էսպես, 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 չգիտեմ, հուսով եմ լավ կստացվի, բայց հրկամուկացի մեջ եմ բամիայի և գարոխի համար, որորա գարոխա, արդեն, ինչու ասեմ ձեզ, որտեղ ամեն դեպքում կանաչ գույնը, որ խառնվում է բազուկի գույնի հետ, մի քիչ ուրիշ գույն է ստացվում, դրա համար չէի ուզենա խառնել, որ ճիշտ ասեմ, այս տեսնենք, ոնց կստացվի, կորոշենք, այսպես շարեցի, հիմա այստեղ դնում ենք գազարը, գազարը կկտրատեմ սրանով, որպեսի գեղեցիկ ստացվի, ինքը ուզոր ունենա, հա, կաթայի կտրիչ է էլի, դդումի, մրաբայի, Հայաստանում հաստատ որ կա, ես շայնից եմ պատվիրել, այսի ուզում եմ երկար անեմ, որ ճիշտ ասեմ, մա տեսնենք, շատ եմ գազարի ակրել, այսենց գազարիքներ, այսենց գծենք աջ ու ձախ, սա երևի 2.5 անել, հետո նոր սրանով կտրեմ, որ ավելի հեշտ լինի, այսենց, վուալա, չարդում է գազարը որտին դա, բայց ես մեկը մի քիչ հաստա, նատը բարակասնեմ, գազարը վաբշե ուշա թթվում, ավել լավը մի քիչ բարակ լինի, թող ուշու թթվի, նեք ինձ սիրուն աղля, երավ, մի հատ էլ, վայ, եսով կա, տեսնում եք, չէ, բազուկը նախորդ մաքրել եմ, լվացել եմ, սաղ պակել եմ տոպրակներով, որով հետև որ նախ չչորանա, երկրորդն է, քանի որ մենք տանը փիսիկներ ունենք, որպեսի մարդես ապահովության համար կարեի ձեռնոց հակնեի, հեսա մատներս կարմրելու է, պես է, որ ինչ լավ, հիմա բազուկա էլ ասենց, ինձ բազուկը կարելի բարակացնել, դա բազուկները թթվի մեջ համով ու առողջարար է ինչ ոչ գեղեցիկ չի, նաև առողջարար է, նայեք, սիրունա, սեղանին դնելու համար շատ գեղեցիկ թթուկ ստացվի դեպ ասեմ, եթե սաղ կտրատենք սենց, ծախկական, ես հուսով եմ ձեզ երևում է, շատ մեծ հույսեր ունեմ, բայց աչքիս ես առանձին եմ դնելու բամյան և որորը, որովհետև այստեղ հազիվ տեղավորվի այն ինչ որ տեղավորվի, արդեն զգում եմ, որ չի տեղավորվի ամբողջը, չնայած ոչինչ, առանձին անանում է, փոք չէ, այս փոքրիկները, արանքները վերջում կլցնենք, Այսպես, հիմա իմ ամուսինս շատ է սիրում այս հարավուզի պոչիկները, խորը խշտի գործ եմ անում այսօր, այս մետնակը մեզ պետք չէ, դեք սրանք սս լեցնենք սեղանին, հետո կավակենք, սրանք է սրանով կկտրատեմ, բայց սրանք կանեմ, բայց եթե մի փոքրիկ կանեմ, լավ չի լինի է, ակեր գիտեք հրը փոխցեմ բարակ, եսպես նույնպես կտրատել, տենան կստացվի, թե չէ, թե կստացվի, դե կտամ անեք, կամ արդեն մի գուցե դուք արել եք, Այդքան էլ ես իմիջ չի լինում, որ ճիշտ ասեմ, պարտադիր չի սրանով,
Ես իմիշ չէր։ Սա ենքա որ համի համար է իմ կարծիքով։ Այսինց 2.5 անենք, իսկ 4.5 այսինց։ Եվ այս ձևով գցենք մեջը առանց ինչ-որ ձևական զիգզակների, որտեղ սրա վրա չի երևում։ Սրա վրա չի երևում, որ երևար արժեր, բայց չի երևում։ Այնպես որ այս ձևով, հա։ Ահա, հիմա բազուկը շարունակեմ դրա մեջը։ Չգիտեմ, երկու հատ բազուկ թվում է, շատ չի, չէ՞։ Ոչ էլ քիչ է։ Գրեք կոմենտարիաներում դուք ոնց եք թթուն պատրաստում, իսկ թվում է շատ-շատերին հետաքրքիր կլինի ձեր պատրաստման եղանակը, եթե ինչ-որ տարբերվող ձև ունեք, որ պատրաստում եք ու ավելի համեղ է ստացվում, ավելի հավեսին է ստացվում, ապա կիսվեք մեզ բոլորիս հետ։ Լավրովի լիստ։ Այսպես։ Մի քանի հատ նորից պղպեղ։ Մի քանի հատ, բայց մի հավատ գնաց։ Ինչ էի ուզում ես էստեղ դնեի, կաղամբը նորից, այո։ Ես իմ ամուսինը ասեց սրան շատ դիր, ես դրեցի մի քանի հատիկ։ Հեսա, երբ որ ժամանակը գա ուտելու, կասի են քարավուզից բերելի, քարավուզ չկա։ Թո շատ էր մի քիչ չեմ։ Բարակ կտրեցի։ Հուսով եմ շատ դաղ չի ու չի ասի թելերա մեջը։ Իրա ուժած քարավուզն է։ Всё, կաղամբը, ծաղկա կաղամբը։ Դերի ծաղկա կաղամբը լավ չէ վերջ։ Եկեք ես կաղամբի հարցերը լուծեմ ես նորից։ Քանիսնա ժամը։ Էսի վերջացնեմ, ուզում եմ մի քանի հատ խաչապուրի սարքեմ։ Սա շուտով կվերադառնա աշխատանքից։ Էլենը չեկով, խաբար չունեմ, որ ճիշտ ասեմ, սա գրեմ հարցնեմ բենամ գալու է, թե ոչ։ Գալու է, իմանամ մի քան խաչապուրի սարքեմ, էլի։ Դե Ալյոնան խաչապուրի չի ուտում։ Չի սիրում նանիկը տունը չի դասիա, չգիտեմ երբ կգա ինքն էլ ոչինչ սարած չի ուտում, եթե նի րոպեին տակ-տակ խրտ-խրթան եղավ կուտի, եթե չէ, վսյո, եթե արդեն իրա համար էլ համեղ չի։ Ինչ ուզում է լինի, անկախ նրանից ինչ է։ Հենց տակ-տակ։ Դրա համար ճիշտ տեսնեմ, սամոն պրոբլեմ չունի, սամոն թե տակացնես էլ կուտի չի ձևեր թափի։ Էլենն էլ պրոբլեմ չունի, ասենք այդ տեսակետից, իրոք ենքան հավես է այդ երեխեն։ Սում Էլեն ես ինչ բան կուտես, սիրում ես, ասում եմ։ Նույնիսկ եթե չի փորձել, չի ասի չէ, կփորձի անպայման։ Ինչը որ շատ լավ է, ապրի Էլենը։ Կողմը շոտ է, չունեմ, կաշտիկում մնացած կաղամբը անոնը, այնպես մեջ դնեմ։ Ամբար տեսնենք։ Պետք է ես կաղամբը հանստում ես ուտում ծաղկա կաղամբը, ոտեր ես ուզում էի կարմիր ծաղկա կաղամբ ունենալ, չի սպիտակ ծաղկա կաղամբ։ Կորմիր եմ ուզում, ու կունենամ, ով ինչ ուզում է, այն են ունենում է, ճիշտ է։ Всё, տեղավորեցի, մալադեց ինձի, մալադեց։ Վերջի ծաղկա կաղամբը կիսեմ։ Այսպես, հեսա բազուկը դնենք, արդեն, սխտոր, մի հատել եստեղ երևի սխտոր, մնացածը արդեն կգնա այնս թթվի մեջ, այսպես, բազուկը, այս ինչ պնտի է, ստեղ ամեն ինչ, այդպես թվում է նորմալ է, չեք ասի, չէ, այս ինչ պնտի սերին է,
Այս ուրականակս գեղեցիկ։ Իդեպ շատ զորակով է, շատ ամուր արդեն երևի ինչքան 4 տարի է ունեմ, շատ ամուր կոնակ է։ Իդեպ խրենք է թալ։ Ապա, այսպես, վերջ, մնում է ջուրը երացնեմ, աղաջուրը բրնեմ, այստեղ միաթեսա հավաքեմ, սկերավուզը կգնան նրանց հետ, սրանից կդնենք մի քիչ վերևից, թող ծածկի, ամել համը կտա, վերջ, այս մեկից վերջացրեցի ժողովուրդ, այսպես ծույս տամ, Կրիշկայը վերջում կպագենք։ Այդ էստեղ խավակեմ։ Թե ինչ, թթուն պատրաստ է, որպեսի գնա թթվելու, ջուրը երացրեցի, հուսով եմ, իրոք հուսով եմ, որ չեմ սխալվում, որ երացրած ջուր եմ լսնում, որտեղ չգիտեմ ինչի, ինձ թվում է տպավորություն է, որ երացրած ջուրը բան կանի, կաղամբի թելնա։ Մի քիչ փափկացնի կաղամբը, բայց դե փորձենք, չգիտեմ։ Ուսմա, մինչև չփորձես չես իմանա, հա։ 1 լիտր ջրին լցնում ենք 2 թեյի գթալ, 2 ճաշի գթալ աղ, նայած արդեն քանի լիտր ջուր ա գնում, ըստ դրա արդեն որոշում եք 2 ճաշի գթալ աղ հիմա լցնում եմ ես այստեղ, սա կես լիտր է, մի հատ ես կես լիտրը աղով կխառնեմ ու հետո մի հատ էլ կես լիտր ջուր կլցնեմ ու արդեն կնայեմ ինչքան ա պետք ինձ մի հատ աղը ինչով ա լավ երացրած ջրի, որ աղը շատ արագ կարա լուծվի տանջվել պետք չի անցած տարի որ թթու է դրես աղը լուծելու հարցը Ալյոնային էր, տվել էի, որ կանգներ ու խառներ մինչև լուծվեր, բայց էսի տեսեք արդեն լուծվեց, շատ լավ է ուй, սիշտակ է եկեք սս տարածելով լսնեմ, մի կետի վրա չլսնեմ, որ մի կետի կաղամբը ուրեմն ինձ պետք է գալու բավականին շատ աղաշքիս եկեք լավ սենց հանենք, ես մի լիտր ջուրը սենց լցնում են գնաց սա եղավ մի լիտր ինքն աղի հետ Վարա Մակրկին անում ենք 2 գթալ աղ կարայի ուրիշ աման չէ վերցնեմ բայց դե լավ ոչինչ ես խառնում եմ ու սա դնեմ մի հատ նորից ջուր ավելացնեմ, երացնեմ մինչև սա կխառնեմ երևի Չվեսի խառնեմ ենի կերա խաշեցինք ես թթուն բայց եթե անկոս լավ չի աշխատել ես այդ վլոգերին տեսեք ինչ եմ անելու Կաննագան են կոմենտարյա գրողներից, որ վատ կոմենտարյաներ են գրում, դժգոհում են Մամարտը ասեց, ես փորձի, չես ու մի փորձի Մեղքը քո վիզը Գազը քիչ արեցի, հա, բայց կորուզունով կարամ ավելացնեմ մի քիչ գազը Բա ես ձեզ չեմ պատմեի, դեպ ամուսնուս էլ չեմ պատմել, սակա պատմեմ Ուրեմն մի քանի օր առաջ նստած այն խանութում, նստած ասելով կասային եմ նստած Միկի մոտիկացավ, ասում ես ինչ բանն եմ մոռացել գնել կլինի, այդ ապրանքներից, որ գնել եմ ձեր կողքը արագ թողեմ, գնամ գամ, ասի հա կլինի Թողեց, մի վարկյանով արդեն գնաց, ունենց մի հատ սուր, ուժեղ, ծակող հոտ եմ առնում, ասենք այն աստիճան, որ սենց քիմիական ինչ-որ հոտ եմ առնում, անբացատրելի, սենց եմ անում, ասում եմ լավ, այդ կնոջվերից էր այդ հոտը գալի Կամ այդ կինը բերեց այդ հոտը ստեղ ցանեց, ինչ-որ բան լցրեց գնաց իրոք, այլ ձևից ինչ-որ տպավորություն էր ու մեկ էլ զգում եմ այն կողմից հաճախորդներ են գալի, նորից սենց հանելով, այդ բանջարեղենի բաժնով ու նայում են դեպի ինձ, ես նայում եմ իրանց, որ սմա հայացքներով իրար հարց ենք տալիս, թե այդ հոտը որտեղից է գալիս
Այս աղջիկներից մեկը ասում է սպանախի կողմերից է գալիս, սպանախ ենք ծախում։ Ասում եմ, բայց սպանախից ինչի պետք է տենց հոտ կա։ Լավ, առաջացա ասեցի, լավ, սպասեք ստուգեմ։ Սենց որ չառաջացա այդ սպանախից հոտ քաշեցին, դա դուրբ այդ հոտը տվեց երեսիս, քթախառը գտած, աչքերիցս սկսեց ուզեց արցունք գա այդ ձևի ուժեղ հոտ, այս կասի աշխատողներին հասավ այդ հոտը, հիմա ուզում են դուրս գան չեն կարողանում, սենց են անում հետ են փախնում իրանց կաս, որ ճիշտ ասեմ վախեցա, ասիս ինչ գազ է լցրել խանութի մեջ ու մեզ ասում ես տես սպանեն ինչ անեն ու պարզվում է, հա, վազեցի գնացի տնօրենին վախենալով կանչեցի, ասում եմ լսեք, սենց հոտ եմ առնում, եկեք հլը տենանք ինչ ասում եմ, վտանգավոր չլինի, ես կողմենքով, հա, տնօրենի իջավ, եկավ էլի այդ բանջարեղենի բաժին, որտեղ տեղից էլ ուժեղ հոտը գալիս ու ինչ են կարծում, մեկ էլ հավաքարարն է գալի, որը որ որոշել է իրա խելքով բանանի, արմոնիակ, չգիտեմ հայերեն որն է, արմոնիակը որն է, նաշատերնի սպիրտ, հա, այն որ մարդկանց ուշկա էթվում է, քթի մի փոքր մոտ են բերում, որ ուշկի գա, այ դրանից է լցրած եղել բանջարեղենի այդ սեղանիկի տակ, որտեղ ինչ որ բան է թափել, իրա մտածելով, որ էդի կարա ինքը լցնի ու հետո գա մաքրի, բայց էլ չի մտածել, որ այդ հոտը ինքը ահա որ ուժեղ քիմիական հոտ ունի ու էդի չես կարող դու լցնես ու թողես այն էլ այդ քանակի ու այդ ամբողջ հոտը ընկել էր խանութի մեջ, կլիենտները վախեցած հա գնում գալի իրար էին նայում, մենք ասվիժիցելը վերցրինք այդ սաղ այդ կասաների մոտով անով ասվիժիցել ենք փչում, որ հոտը մի քիչ խառնվի այդ ասվիժիցելի հոտի հետ, որ մի քիչ մեղմանա, բայց աչքներից վրա ահա որ ազդել էր, սաղից մոտ արցունք էր գալի, մի խոսքով հավաքարարին ասում եմ, չգիտեմ ոնց են ասում, աժանս դելետոյաժ, որ մաքրություն է անում խանութը, ասում եմ լսի, դու ուզում էի մեզի բոլորի ստեղ սպանեիր, ծիծաղում է, պարզվում է, որ երևի թե այո, ասում եմ, ես չգիտեի, որ էդի տենց ուժեր ինչ-որ բան կթողի, էլի, հոտ կթողի, ասի ջան, մյուս անգամ, որ չգիտես ինչ-ինչի լսնելուց առաջ մի հատ հարցրում ես, կարելի է, թե ոչ, սաղը սպանում էիր, հիմա ես էսի փորձում եմ հասկանալ, որ սեղմեմ, որտեղ սեղմել է պետք, դեպ ուզում եմ մի հատ աղի համը տեսնեմ, գիտեք ես ջրից, որտեղ ամեն դեպքում ինձ թվում է, որ լավ է, բայց հատ աղը փորձեմ, ու մոռացել է ամուսնուս պատմեի, ինձ թվում է լավ է, շատ աղի չի, բայց սրան մի բան պետք է դնել, Ոյ, գլուխս գնաց, ես ինչ բարձր էր, եկեք սենց սեղմեմ սրանով, հա, ու սրանով հայկեմ, ու հետո այն մյուսը կդնեմ սրա վրա, արդեն ավելի սեղմված կլինի, վսյո, պատրաստեցինք մեր առաջի թթուն, բայց ինչու, թեքեցի, հա, պատրաստեցինք մեր առաջի թթուն, վայ, մեկ վարկյան, պատրաստեցի և դուրը թափեցի իհարկե, արդեն լավ գույնը տվեց, տեսքն էլ է սիրում, դիդեպ, վարկան ես մատես ջուրի սրկը, սա մեր հայկական, ասմա ավանդական թթուն ստացվեց, եկեք դնեմ առայժմս այստեղ, հետո որոշեմ ու նավում սա տեղափոխեմ, եկ վարկան, Սիչ, ծոնր, Ինչև ջուրը եռա, մենք արագ արդեն էսի պատրաստենք, էսի արդեն արագ է, իրականում բամյան չեմ հիշում, կարծեմ բամյան ես ինքս որոշեցի գցեմ փորձեմ, բայց այս ոլորը կանաչ, այս բարակները կոնկրետ, այս սրանք, մեկ էլ կանաչ լոբին, բարակ տեսակային տափակը չէ, որ մենք ունենում ենք Հայաստանում հիմնականում, էդի Արմենի քերի կիննա, թույց տվել, ինքը շատ համով թթու է դնում, երևի թե իրանից լավ թթու դդող չկա, թթվի աղը, կծվությունը, ամեն ինչը տեղը տեղին ու ինքն էր սարքել, մի անգամ կերա, զարմացա, անեց խրթխրթան, հոմով, սենց,
չգիտեմ, լրիվ ուրիշ է, եթե չեք փորձել, փորձեք կհավանեք, որտեղ ով փորձել է հավանել է։ Այդպես որ իմ երեխաներն էլ այդքան թթվակեր չեն, այսինքն նայեք, այս սրանք, էլ ինչ կա, գազարը այդքան չեն սիրում, բայց կոնկրետ էսի բոլորը, բամյանը այդքան էլ չէ, բամյան սիրում եմ, բայց այդքան չէ, մեկ էլ բամյան, կանաչ չէ, փուջու կուկուրուզները, մեկ էլ էդ եմ շատ սիրում, բայց քանի որ կուկուրուզ չկար, լինի առանց կուկուրուզ, նորից մի բան եմ անում, ոչ մի տարբերություն, ինքը տունա, ասենց այս տերևիկները սավ կապը կլցնեմ, բայց նախա կաղամ բաստեղ թաքնվել փոքրիկ, այ, ոչ կգնա սրանց է, սրանք վերջինս կտրտեմ արդեն, նորից նինձեր, մի քանի 100,000 հատիկ գիբար, ես մի քանի հատիկ չեմ կարող անում, մոտ չի ստացվում, լավրովի թերթիկներ, լավրովի, պես, հիմա մի քանի հատիկ սխտոր, այսպես, և սկսվում է մեր հիմնական պրոցեսը, այս ծերերը հեռացնում եմ, ավելի նուտ բամյա կարող է լինել, բայց ոչինչ, այսպես կլինում, այսպես լցնում ենք, ես ավելի արագ ալինում, տեսնում եք, այսինքն շատ մանր կտրտելու բան չկա, հիմնականում սրանը պոչիկներն է, մնացածը սա պատրաստի արդեն, այս տախակաղամներ թողեց, հա, ոչինչ, ինքը չէր ուզում նրանց հետ, ինքը սրանց հետ էր ուզում, սրեներս, այսինց արագ և նոր տարվա սեղանի համար իրեք շատ հարմար բան է, այս թթումը շատ եմ սիրում, դնում եմ իր ծիծակվանի հետ, սեղանի, հուսով եմ գրգրիպը չտարա, հուսով եմ հետաքրքրել, հուսանից լուծեցի, հիմա մի քիչ կավելացնի, եկեք գազար ավելացնեմ մի քիչ, գույնը մենք որևորսմա, մի քիչ խելքի բերեմ, գազարները սենց կլորիկների կկտրատեմ, նորից էլ դանավով, այսինց կլորիկների եմ կտրատում, երկար էլ չեմ անի, ու տարբերվի էլի, տարբեր թթու, տարբեր ձեր, ինչու ոչ, մեր ձերը չի մեր թթու, ոնց կուզենք տենց կտրատենք, կգնենք, բայց մի լիտր ջրին երկու գթալ աղը, իսուրմա լավա, սրակ դնենք, բավականի շատ թթու է ստացվում, երեքը բանկանեմ, ով թթու չի դրեք կտամ, նրանցից, դևեսի, մեզ շատ երկար կգնա այս թթվում եք, դենց թթվակեր չեն, Լծվակեր են, բայց տենց չէր, որ անհատություն են, սրանցից ենք եցնում, այսպես, էսի շատ արագ է թթվում, այս կանաշլոկ ոլորը շատ արագ է թթվում, Արմենի չարավուզը, կեք սենց երկար անենք, ավանդույթը չխապտենք, և անենք երկար, սամիտ, իդեպ սամիտ չունեմ, այդ չորացրած սամիտի ծաղիքները, մի անգամ եմ գրանցում տեսել գնել, առաջին և վերջին անգամ, ու էլ չեղավ, հա մի անգամ էլ տեսա գնեցի, ինքը սենց տարայով ու դրած է, բայց իչև ասեցի մյուս թթուն պահեմ, բայց չդիվացա, նա լքեց մեզ, այդպես էլ, այդ մի անգամն եմ դրել սամիտի ծաղիկով, բայց անպայման, որ հաջորդ տարի, եթե ստացվեց, մենք եկանք Հայաստան, գնացինք Հայաստան, եկանք Հայաստան, ապա անպայման ցուցակ եմ գրելու ու հենց առաջի օրը չէ սուտ ասեցի, այդ առաջի օրերի մեջ, անպայման գնալու եմ Արմեն բերեմ դնես տունը, որ հետո վերջի օրով չստացվի ինձ, որ էլի ոչ մի բան չառնեմ, չհիշեմ, ժամանակս չի ելքի։
Հազար քիչ եղավ սպանիչ, բայց լավ է, նրա մեջ կան 5000 մհեր ճիշտ է։ Всё։ Գազերը կտրատենք, որը լցնենք ու սա պատրաստ է։ Դե ինչ ժողովուրդ, նայեք, այսի մեր թթուն է, այստեղ սենց արդեն կամացից կարմրում է, այստեղ կանաչն է։ Թթվից պրծանք, կամինը զարդարեցինք, ինձ թվում է այսքանով այս վլոգը կավարտեմ, որովհետև կտևի շատ երկար, որ ասում է թացն ու չորը բերեք չխառնենք իրար, թթուն և խաչապուրիներ նույնպես չխառնենք իրար, երևի թե հաջորդ վլոգում ցույց կտամ արդեն իմ խաչապուրին, շատ հեշտ խաչապուրի է, ոչ մի բարդ բան, իսկ թվում է բոլորս էլ ինձ ենք սարքում, երբ հավես չունենք ինքնուրույն ինչ-որ խմոր անելու, վերցնում ենք շերտավոր խմոր ու սարքում ենք խաչապուրի և իհարկե խոստացել էի, որ ցույց կտամ ինչպես եմ պատրաստում այդ պիրոգը, հա, խնձորի ջեմով որ գնել եմ, այնպես որ հաջորդ վլոգում կլինի դա, դե ինչ, սիրում եմ ձեզ և ուղարկում եմ, պաչիկ։